Ամենահաճախ հանդիպող պաթոլոգիաներից գինեկոլոգիայում դա արգանդի միոման է։ Տարածվածությունը ռեպրոդուկտիվ շրջանում մոտավոր 30-ից 45% է, մենապաուզալ շրջանում շատ ավելի հաճախ ենք հանդիպում, տարբեր աղբյուրների վրա հիմնվելով դա կարող է կազմել 70-ից 80% դեպքերում։ Ինչ է իրենից ներկայացնում արգանդի միոման, դա արգանդի մարմնի մկանային շերտից սկիզբ առնող հորմոնակախյալ նորագոյացություն է։ Նորագոյացություն բառից վախենալ պետք չի։ Այսօր ձեզ կներկայացնեմ, թե ինչ տիպի միոմատոզ հանգույցներ են լինում, իսկ հաջորդ նյութերում կանդրադառնանք, թե ինչ կլինիկական պատկեր, այսինքն ինչ գանգատներ կարող է ունենալ կինը միոմատոզ հանգույցների առկայության պարագայում։ Ինտրամորալ միոմատոզ հանգույց, երբ հանգույցը տեղակայված է արգանդի մարմնի մկանային շերտում։ Սուբսերոզ միոմատոզ հանգույց մկանային շերտից սկիզբ առնելով հանգույցի աճը ուղղված է լինում դեպի փոքր կոնքի խոռոչ։ Եվ սուբմուկոզ միոմատոզ հանգույցներ այս պարագայում միոմայի աճը ուղղված է լինում դեպի արգանդի խոռոչ եւ դեֆորմացնում է այն։ Իդեպ նշեմ, որ կախված տեղակայումից եւ միոմատոզ հանգույցի չափսերից, ցնցումից կինը ընդհանրապես կարող է որևիցե գանգատ չունենալ, այսինքն process-ը ընթանա ասիմպտոմ, առանց որևիցե նշանների։ Արգանդի միոմայի ախտորոշման եղանակը միանշանակ դա ուլտրաձայնային հետազոտությունն է։